$570,000 կարող ես գնել առանձնատուն Բագրևանդում, որի հողի մակերեսը 1075 քառակուսի է, իսկ տան մակերեսը 345 քառակուսի է։ Դա ընդհանուրը։ Այո։ Մի հատ տեսեք ինչ բարեկարգված բակ ունեք, լողավազանով, այնտեղ ամառային խոհանոցով, մրգաթու ծառերով, եկեք գնանք ավելի մոտիկից տեսնենք։ Ամառային խոհանոցի տանիքում տեղադրված է արևային պանելներ, որը ամառվա ընթացքում 3000 կՎտ հոսանք է արտադրում, ինչն էլ հերիք է ամբողջ տարվա համար։ Սա էլ արդեն ամառային խոհանոցը տեխնիկայով, մանգալով, սպասքով հագեցած, ձեր երեկոները այստեղ շատ հաճելի կլինեն։ Իդեպ լողավազանն էլ է տաքացվում, անգամ ձմռանը կարող եք լողալ։ Սա էլ արդեն առանձնատան արտաքին տեսքը։ Իմիջայլոց տանիքը կերամիկայից է, այսինքն շատ ամուր է ու ժամանակի ընթացքում չի փչանը։ Առաջին հարկում ամբողջ հատակը տաքացվում է, այստեղ ունենք առանձնացված խոհանոց, գույք տեխնիկայով, սպասք լվանալու մեքենա կա անգամ։ Մելին այստան այնքան հոսանք կա, որ կարող են գազ չօգտագործել ու ջեռուցումը լինի միայն հոսանքով։ Այստեղ անգամ ունենք բուխարի, սա էլ ինչպես նկատեցիք հյուրասենյակներ, շատ մեծ գույք տեխնիկայով։ Իմիջայլոց ամբողջ տունը ոնց տեսնում եք, այդպես վաճառվում է հենց գույք տեխնիկայով։ Սա արդեն նախասրահի հատվածը, այստեղ սանհանգույց ու արի բարձրանանք ննջասենյակները ցույց տանք։ Այս հարկում ունենք 4 ննջասենյակ, սա առաջինն է, շատ լուսավոր, տեսեք պատուհանները որքան շատ են, մեծ մահճակալով ու ներկառուցված պահարան։ Սա ամենամեծ ննջասենյակն է։ Այստեղ ունենք 2 ննջասենյակ նույն չափերի։ Ու արդեն վերջին ննջասենյակը, որը ավելի փոքր չափերի է, բաց պատշգամբով, իմիջայլոց սենյակներում հատակը բնական փայտ է։ Երկրորդ հարկում ունենք 2 պատշգամբ, սա էլ առաջինն է, երկրորդը այն մասում է։ Մեկը նայում է տան դիմացի հատված, մյուսը հենց ձեր բակ։ -1 հարկում ունենք առանձնացված սենյակ ու ավտոտնակն է, որտեղ կկայանվի 2 մեքենա։ Հաստատ կկայանվի։ Դա էլ արդեն տան առջևի հատվածն է։ Մի խոսքով հաշվի առնելով տեղը, տունը, չափսերը, տան հողի մակերեսը $570,000 արդարացված արժեք է։ Այնպես որ եկեք ու գնեք։